Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1160-րդ օրն է։ Երկուշաբթի է, կփորձեմ կարճ ներկայացնել մի քանի կարևոր թեմաներ եւ ռազմաճակատում տիրող իրավիճակին կանդրադառնամ։ Մինչ եթերը սկսել է, շնորհակալություն հայտնեմ ձեր լայքերի եւ մեկնաբանությունների համար։ Շատ եք ողջևորում, շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ լայքերի մասին։ Գիտեք, YouTube-ի ալգորիթմի վրա շատ է ազդում։ Սկսեմ քաղաքական լուրերից։ Չեխիայի զինամթերքի մատակարարման նախաձեռնության շրջանակներում Ուկրաինան այս տարի ստացել է արդեն 400,000 խոշոր տրամաչափի արկեր։ Չեխիան ունի եւս 1.5 միլիոն արկեր ուղարկելու ռեսուրսներ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը։ Գիտեք, որ չեխական նախաձեռնությունը շատ է օգնում Ուկրաինային, իսկ Վաշինգտոնը տարբեր հայտարարություններ է անում Զելենսկու եւ կրակի դադարեցման վերաբերյալ։ Ակնհայտ է, որ Ամերիկայում շարունակում են թերագնահատել Կրեմլին, մինչդեռ Պուտինը ինչ ցանկանում է, ինչ ձևից սուտ ցանկանում է, առաջ է մղում։ Հիմա էլ մայիսյան տոների համար զինադադար է հայտարարում։ Այս ամենի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ենք ներկայացնում մեր Telegram-յան ալիքում, որի հղումը գտնվում է մեր ցանկացած հեռարձակման տակ տեսանյութի նկարագրության մեջ։ Անցնենք առաջնագծի լուրերին։ Անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 168 ռազմական բախում։ Մեր զինվորները զգալի կորուստներ են հասցնում ռուս զորքերին, կենթանի ուժի եւ տեխնիկայի առումով։ Ուկրաինական ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին հարվածել են 9 շրջանների, որտեղ կենտրոնացած էին ռուսները, նրանց սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի գործողությունը Կուրսկի մարզում շարունակվում է, չնայած այն հանգամանքին, որ Մոսկվայից գրեթե ամեն օր տարատեսակ հայտարարություններ են լսվում իբր ազատագրելու մասին։ Ուկրաինացի պաշտպանները կասեցրել են Կուրսկի մարզում 23 գրոհ։ Մեր Telegram-ում Կուրսկի մարզից շատ հաճելի նոր կադրեր կան, թող երևի թե ռուսներն էլ տեսնեն, իմանան թե իրենց մոտ ինչ է կատարվում, եթե հանկարծ չգիտեն։ Ինչպես նախորդին հայտարարել էր նախագահ Զելենսկին, Կուրսկի եւ Բելգրադի մարզերում ուկրաինական զորքերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Ռուսները փորձում են կուտակել զորքեր Սումիի մարզի սահմանագոտում, նույնիսկ հայտարարում են մարզ մտնելու մասին։ Դե գիտեք, իրենք երբ հաղթանակ չեն ունենում, սկսում են հորինել։ Ընդհանուր առմամբ վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է 1160 ռուս զավթիչ եւ ավելի քան 200 միավոր տեխնիկա, ավելի ստույգ 225 միավոր։ Ընդհանուր առմամբ լայնածավալ պատերազմի սկզբից Ռուսաստանի կորուստները կազմել են 949,800 զավթիչ, ինչը նշանակում է, որ վաղը թիվը կանցնի 950,000-ից։ Երկուշաբթի առավոտյան ուկրաինական Su-27 կործանիչ են կորցրել։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը ապրիլի 28-ին հայտնել են, որ օդաչուն կենթանի է մնացել, հանգամանքները դեռ պարզվում են։ Պուտինի զորքերը գիշերը նորից փորձել են խախտել ուկրաինական քաղաքների անդորը, օդային մարտերը դարձել են ամենօրյա։ Ուկրաինայի հոբ ուժերը անցած մեկ շաբաթվա ընթացքում խոցել են 48 ռուսական հրթիռ եւ գրեթե 800 շահեդ դրոններ։ Ուկրաինական կողմի ռազմական աշխատանքի արդյունքները, ինչպես միշտ մենք մանրամասն ներկայացնում ենք մեր Telegram-յան ալիքում, ապրիլի 28-ի գիշերը Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում պայթյուններ են որոտացել ռազմական կարիքների համար էլեկտրոնիկա արտադրող Կրեմնիել գործարանը ենթարկվել է բարի դրոնների հարձակմանը։ Այլ մանրամասներ մեր եթերը պատրաստելու պահին դեռ չկան, եթե լինեն, մենք մեր Telegram-ում անպայման կտեղադրենք։ Ձեր էկրաններին տեսնում եք կորեական զորքերին, ռուս քարոզիչները ցուցադրել են Հյուսիսային Կորեայի զինվորների ռազմական պատրաստությունը Ռուսաստանում Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ Ասեք, որ ռուսները հետարքիր տրամաբանություն ունեն, իրենց բանակն անվանում են աշխարհում երկրորդը, բայց այլևս չեն թաքցնում, որ հյուսիսկորեացիները կռվում են իրենց համար, որովհետև ռուսական բանակը չի կարողանում իր ուժերով նպատակին հասնել։ Իդեպ երեկվա հաղորդման մեջ ես մեջբերեցի Կուրսկի մարզում ռուսական եւ հյուսիսկորեական բանակների կորուստների թվերը։ Եթե կան մարդիկ, որ դեռ չեն դիտել, անպայման դիտեք, այնտեղ կան հետաքրքիր տվյալներ։ Իդեպ այն վարկածը, որ Բալաշիխայում լիկվիդացված ռուս գեներալը մասնակցել է խաղաղ ուկրաինական քաղաքների վրա հարձակումներին, կարծես թե հաստատվում է։ Մոսկվայի մերձակայքում պայթեցված գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը Ուկրաինայի խաղաղ բնակիչների դեմ զանգվածային հարձակումների հիմնական կազմակերպիչներից մեկն էր։ Այս մասին հաղորդում են ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները։ Նշվում է, որ գեներալ-լեյտենանտ
Մոսկալիկը Ռուսաստանի գլխավոր շտաբում պատահական դեմք չէր։ Նրա աննկատ տեսքի հետևում թաքնված էր Ուկրաինայի տարածքում հեռահար թիրային հարձակումների գլխավոր ճարտարապետներից մեկը։ Նրա պարտականությունների մեջ էին մտնում Ուկրաինայի քաղաքների վրա հարձակումների կանոնավոր պլանավորումը, հարձակումների թիրախների ընտրության համակարգում, բնակելի տարածքների վրա հարձակումների նպատակահարմարության հիմնավորում, մանրամասն պլանների մշակում ուժերի և ռեսուրսների կիրառման մասով։ Հենց Մոսկալիկն էր կանգնած Կրիվոյ Ռոգի, Սումիի, Կիևի, Խարկովի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա հարձակումների ակունքներում։ Հենց այն հարձակումների, որոնք ավերեցին խաղաղ տներ, դպրոցներ, հիվանդանոցներ և սպանեցին երեխաներ։ Ինչպես ընդգծում են տեղեկացված աղբյուրները, գեներալ Մոսկալիկի հանդիպումը Բալաշիխայում սխալ կայանված մեքենայի հետ պատահական չէր, ոչ էլ ներքին վեճերի արդյունք։ Դա միտումնավոր գործողություն էր, գեներալը լավ գիտակցում էր իր դերը զանգվածային սպանություններում, աղբյուրների համաձայն նա գիտակցում էր, որ վաղ թե ուշ հատուցումը կգա և այդպես էլ եղավ։ Ռուսական աղբյուրների համաձայն Մոսկալիկը համարվում էր Խոստումնալից թեկնածու, այսպես կոչված Ռուսաստանի ազգային պաշտպանության կառավարման կենտրոնի նախագահի պաշտոնի համար, որը Ռուսաստանի գլխավոր շտաբի կառուցվածքի առանցքային մարմին է, որը պատասխանատու է միջգերատեսչական և կոալիցիոն զորքերի խմբավորումների համակարգման համար, այսինքն նշանակվելու դեպքում Մոսկալիկի ազդեցությունը Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների վարման վրա միայն կաճ էր։ Մոսկալիկի լիկվիդացիան առանց չափազանցության կանխարգելիչ հարված էր։ Դա ինձ թվում է ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բոլոր ոճրագործները իրենց հատուցումը անպայման կստանան։ Անդրադառնանք Պուտինի և Ամերիկայի հարաբերություններին, փորձեմ համառոտ ներկայացնել նոր տվյալներ։ Մոսկվան կրկին պատերազմ է խաղում, այս անգամ Աֆրիկայում։ Սուդանում ռուսական ռազմածովային բազա կառուցելու փորձը առաջացրել է Վաշինգտոնի կտրուկ արձագանքը։ Ամերիկայի պետդեպարտամենտը ուղղակիորեն հայտարարել է լուրջ հետևանքների մասին և հիշեցրել, որ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի հետ համագործակցությունը տանում է դեպի մեկուսացում, պատժամիջոցներ և քաոս։ Կարծես Հայաստանի մասին ասված լինի, չէ՞։ Ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի հետ համագործակցությունը տանում է դեպի մեկուսացում, Ամերիկայի և Ռուսաստանի դիմակայությունը նոր մակարդակի է հասնում, այժմ արդեն Կարմիր ծովում։ Մոսկվայի Սուդանում ռազմական բազա կառուցելու ծրագիրը առաջացրել է ԱՄՆ-ի կտրուկ արձագանքը, պետդեպարտամենտը սպառնացել է պատժամիջոցներով և մեղադրել Կրեմլին ամբողջ տարածաշրջանը անկայունացնելու մեջ։ Սա իրականում Կրեմլին ուղղված ապտակ է, ակնհայտորեն Պուտինը որոշել է, որ կարող է Թրամփի կառավարումն օգտագործել իր օգտին, ինչպես դա արեց ժամանակին Արցախում։ Ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինը հիացած Սպիտակ տան ենթադրված զիջողականությամբ չափազանց հեռու է գնացել, կարծում են փորձագետները։ Ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինը Սպիտակ տան հետ իր հարաբերություններում նույն սխալն է թույլ տալիս, ինչ ոսկեձկնիկի մասին հայտնի հեքիաթի ծեր կինը։ Պուշկինի հեքիաթը կոտրած դաշտակի մասին բոլորս հիշում ենք։ Ինչպես նշում են ռուս փորձագետները, Պուտինը կարող է ի վերջո հանգել կոտրված դաշտակի, զինադադարի, օկուպացված տարածքների նկատմամբ իր վերահսկողության փաստացի ճանաչման, պատժամիջոցների ռեժիմի զգալի մեղմացման և Թրամփի վարչակազմի հետ կապերի հաստատման թվացյալ բոնուսների փոխարեն Պուտինը կարող է վերադառնալ զրոյական կետին, դանդաղ անվերջ պատերազմ, անորոշ հեռանկարներով, որը գնալով պակաս ժողովրդականություն է վայելում ռուսական հասարակության շրջանում։ Ի դեպ, Պուտինի ստերը ձեզ չեն հիշեցնում ինտուիցիա ունեցող Ռաֆիկի մասին ԿՎՆ-ի կատակը։ Կրեմլը հաճախ արդարանում է Արևմուտքում, ասելով, որ ինքը չի հարձակվել Ուկրաինայի վրա, այլ իբր Ուկրաինան է հարձակվել Ռուսաստանի վրա, և իբր Ռուսաստանը ստիպված է եղել պաշտպանվել։ Ինչպես Ռաֆիկի մասին ԿՎՆ-ում, հիշում եք, Ռաֆիկը գիտեր, որ հանցագործություն է լինելու և գնաց անտառ։ Պուտինի զորքերը կես տարի կուտակվում էին Ուկրաինայի շուրջ, հավանաբար զգալով, որ Ուկրաինան ինչ-որ մեկի վրա է հարձակվելու, և վերջում իրենք էլ լայնամասշտաբ հարձակվեցին Ուկրաինայի վրա։ Եվ հիմա նա հայտնում է, որ Ռաֆիկը, այսինքն Պուտինը, ոչինչի մեջ մեղավոր չէ։ Ռաֆիկ Նիվինովնի։ Ասեք, որ լավ անեկդոտային է դարձել։ Ափսոս անեկդոտները ծիծաղելի չեն, թե չէ կարելի էր նաև Պոլոզ Մուկուչի հետ համեմատել։ 3 օրում Կիևը գրավողը հիմա ցանկանում է մայիսի 9-ից առաջ Կուրսկի մարզը իբր ազատագրել, որ տոնելու բան ունենա։ Ու մոռանում է, որ արդեն առնվազն մի քանի անգամ ասել է, որ Կուրսկի մարզը իբր գրավել է։ Ռուսաստանի տնտեսության ծանր վիճակի մասին հաճախ ենք խոսում, այսօր կարճ անդրադառնամ Չինաստանի հետ
տիրող իրավիճակին, Պուտինի համար նաև Չինաստանի հարցում ամեն ինչ այնքան էլ լավ չէ, այդ երկիրը, որը հենակետ էր դարձել Ռուսաստանի համար, կարծես դադարում է այդպիսին լինել, չինական ապրանքների ռուսական մատակարարումները նվազում են, ռուսական նավթի արտահանումը Չինաստան նվազում է, սարքավորումները անհետանում են առաջարկից սանկցիաների վտանգի պատճառով, իսկ ռուսական տնտեսությունը ճաքեր է տալիս բանկային տոկոսադրույքների և դեֆիցիտի ծանրության տակ։ Ինձ թվում է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև տարաձայնությունների թեման կսկսի աճել տեղեկատվական հոսքում, ուստի առայժմ մենք ուրվագծենք ընդհանուր միտումները և կհետևենք զարգացմանը։ Շատ չերկարացնեմ երկուշաբթի օրվա եթերը, ձեզ հաջողություն և լավ երեկո եմ մաղթում։